Ճագար եղբայրը, նրա բարեկամներն ու թշնամիները։ Գայլ եղբայրը տաք տեղ է ընկնում։ Գայլ եղբայրն ու աղվես եղբայրը շատ բարկացած էին, չէ որ նրանց չէր հաջողվում բռնել ճագար եղբորը։ Խոսեցին, խորհուրդ արին, մնացած մեծ գազանների հետ, բոլորը միասին որոշեցին ճագար եղբորը թույլ չտալ, որ նա ջուր խմի այդ գետակից, որից խմում են իրենք։ Գնա գա այդ ճանապարհով, որով գնում գալիս են իրենք։ Ճագար եղբայրը շուտով գլխի ընկավ, որ ինքն ու իր ընտանիքը մեծ վտանգի մեջ են։ Ամրացրեց տան պատերը, պատուհաններին պինդ փեղկեր դրեց, հետո էլ տան կտուրին մի բարձր աշտարակ կառուցեց։ Կառուցում, ժողովուրդն էլ զարմացած հարցեր էր տալիս, բայց ճագար եղբայրը պատասխանելու ժամանակ չուներ։ Գլուխը ոչ այս կողմն էր շուռ տալիս, ոչ այն կողմ։ Աշխատում էր ու աշխատում։ Արևը ծագում էր, թե չէ, նա սկսում էր աշխատել։ Վերջը ավարտեց աշտարակը, ճակատը սրբեց, շուրջը նայեց ու ասաց. «Դե ով ուզում է ինձ բռնել, թող գա տեսնեմ, թող գան ցույց տան, թե ինչպես են բռնելու»։ Հետո ընթրեց, գնաց մի երկար պարան ճարեց ու իր կնոջը ճագար քույրիկին պատվիրեց մի մեծ պղինձ ջուր դնել կրակին եւ պատրաստ կանգնել մոտը։ Ճագար եղբայրն ասաց. «Եթե ես քեզ ասեմ այս բանը չանես, նշանակում է դու հենց այդ բանը պիտի անես, հասկացար»։ Հետո գնաց նստեց իր ճոճաթոռին, ծխամորճը վառեց ու աշտարակից դուրս նայեց։ Շուտով բոլոր կենդանիները իմացան ճագար եղբոր աշտարակի մասին։ Եկան հավաքվեցին, տեսնեն, թե ինչ է անում։ Ճագար եղբայրն էլ վերը նստած իր համար ծխում էր, էլ ուրիշ ինչ պետք է աներ։ Գայլ եղբայրը կանգ առավ, նայեց աշտարակին, բոլոր կենդանիներն էլ կանգ առան, նայեցին աշտարակին։ Նայում, տեղերը փոխում, նորից նայում, բայց ոչ մի նոր բան չէին տեսնում։ Կամաց կրյա եղբայրը տեղ հասավ։ Նա ճագար եղբոր ամենալավ բարեկամն էր ու նրան լավ էր ճանաչում։ Ճագար եղբորն աշտարակին տեսավ, թե չէ գլխի ընկավ, որ մի ծիծաղելի բան պետք է շուտով պատահեր։ Ինքն իրեն ծիծաղեց ու գոռաց. «Հեյ ճագար եղբայր, ինչ ես անում այդ պատերի տակ»։ «Ոչինչ կրյա եղբայր, հանգստանում եմ, վեր բարձրացիր մի բաժակ թեյ խմենք»։ «Ներս գալ, ինչ եմ ասել, կարող եմ, բայց վերև բարձրանալ ճագար եղբայր չեմ կարող, այդքան բարձր ապրողը թևեր պետք է ունենա, իսկ ես լավ չեմ կարող թռչել։ Այդքան որ հեռու ես, սիրտ չեմ անում ձեռքդ սեղմեմ, բարև ասեմ»։ «Մի վախենա կրյա եղբայր, դու սանդուղքը չես տեսնում, հիմա կիչեցնեմ կտեսնես ինչքան լավն է»։ Ճագար եղբայրը պարանը ցած իջեցրեց ու ասաց. «Ծայրից բռնիր կրյա եղբայր, ես քեզ վեր կքաշեմ»։ Մի քիչ անց կրյա եղբայրը առոք նստել էր ճագար եղբոր կողքին եւ թեյ էր խմում։ Մյուս կենդանիները այս որ տեսան, իրենք էլ ուզեցին լինել աշտարակի վրա։ Գայլ եղբայրը գոռաց. «Հեյ ճագար եղբայր, դու կարծես շատ սիրունիկ տաք տեղ ես ճարել, ինչպես ես ապրում»։ Ճագար եղբայրը ներքև նայեց, տեսավ, թե ով էր գոռում ու պատասխանեց. «Աղքատիկ, Գայլ եղբայր, աղքատիկ եմ ապրում, բայց դեռ իմ ունեցածը կարողանում եմ ուտել։ Չես ուզում վեր բարձրանալ»։ «Այնքան էլ հեշտ չէ, բայց կփորձեմ»։ Ճագար եղբայրը պարանը ցած կախեց։ Գայլ եղբայրը բռնեց ծայրից, ճագար եղբայրն ու կրյան սկսեցին քաշել։ Քաշեցին ու երբ գայլը համարյա տեղ էր հասել, լսեց, որ ճագարն ասում է. «Շուտ արա, այ կնիկ, Գայլի եղբոր համար սեղան պատրաստիր, բայց նախ պղինձը բեր, սուրճ պատրաստիր։ Չգիտես, որ Գայլ եղբայրը սուրճ շատ է սիրում»։ Հետո էլի քաշեցին ու Գայլ եղբայրը նորից լսեց, թե ինչպես ճագար եղբայրը գոռում է. «Լից, զգույշ այ կնիկ, էդ եռացող ջուրը Գայլ եղբոր վրա չթափես»։ Ու Գայլ եղբայրն էլ այլևս ոչինչ չլսեց։ Եռացող ջուրը ցած հոսեց։ Գայլը ոռնաց, ցած ընկավ, գետնովը դիպավ, թե չէ գնդակի պես վեր թռավ։ Ճագարը նայում էր աշտարակից, ներողություն էր խնդրում։ Բայց ներողությունն ինչ կանի։ Ներողությունով Գայլ եղբոր այրված պոչի մազերը նորից չէին բուսնի։